Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հնարավոր վաճառքը երրորդ գործընկեր երկրի։ Նրա խոսքով նպատակը տրանսպորտային համակարգի արդիականացումն ու նոր ներդրումների ներգրավումն է։ Այս քայլը կարող է փոխել երկրի հաղորդակցային քաղաքականությունը եւ նվազեցնել մեկ գործընթացներից կախվածությունը։ Քաղաքական շրջանակներում այն դիտարկվում է նաեւ որպես ռազմավարական հավասարակշռության որոնում տարածաշրջանում։ Փորձագետները նշել են, որ որոշումը կարող է վերաձևակերպել Երևանի տնտեսական եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն միակողմանիորեն հանել է Հայաստանի համար տարանցման սահմանափակումները։ Նրա խոսքով այս որոշումը միտված է տարածաշրջանում տնտեսական կապերի աշխուժացմանը եւ փոխվստահության ամրապնդմանը։ Քայլը կարող է էական ազդեցություն ունենալ առևտրային հոսքերի եւ փոխադրումների ծավալների վրա։ Վերլուծաբանները դա դիտարկում են որպես հարաբերությունների կարգավորման գործնական դրսևորում խաղաղ գործընթացի շրջանակում։ Միաժամանակ նշվում է, որ նախաձեռնության լիարժեք իրագործումը կախված կլինի քաղաքական կայունությունից եւ տեխնիկական համաձայնությունից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի թույլատրի կաթողիկոսությունը եւ էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տեղափոխել, ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն կոշտ միջոցներ։ Նրա խոսքով Հայաստանից դուրս եպիսկոպոսատ ժողով հրավիրելու նախաձեռնությունը նպատակ ունի կաթողիկոսությունը հեռացնել Հայաստանի Հանրապետությունից եւ այն վերածել արտաքին ուժերի ազդեցության գործիքի։ Փաշինյանը զգուշացրել է Սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ նման ծրագրերում ներգրավելը լրջորեն սպառնում է պետական անվտանգությանը։ Նա շեշտել է, որ պետությունը չի պատրաստվում դիտորդի դերում մնալ եւ կարձագանքի հասանելի բոլոր միջոցներով։ Վարչապետը նաեւ նշել է, որ բարերարի դիմակի տակ գործող անձանց քայլերը կստանան համարժեք հակազդեցություն ազգային շահերի պաշտպանության շրջանակում։ ԱՄՆ ռազմական կցորդ Մեթյու Քրոուը պատվո լեգիոն շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին։ ԱՄՆ-ում որպես Հայաստանի ռազմական կցորդ նրա օրինակելի եւ ամբասիր ծառայության համար։ Պարգևատրումը բարձր գնահատական է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում նրա ներդրման համար։ Պաշտոնավարման ընթացքում գնդապետ Մկրտչյանը համակարգել է երկու երկրների զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումները եւ խորացրել ռազմավարական երկխոսությունը։ ԱՄՆ-ն շնորհակալություն է հայտնել գնդապետին նվիրված ծառայության, առաջնորդության եւ գործընկերային հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանն ու Անկարան շարունակում են քննարկումները արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանը բացելուն։ Նրա խոսքով կոնկրետ ժամկետներ դեռ չեն հստակեցվել, սակայն հայկական կողմը ակնկալում է հնարավորինս արագ իրագործում։ Գրիգորյանը նշել է, որ գործընթացը շարունակվում է ուղիղ շփումների միջոցով եւ կողմերը փորձում են հասնել գործնական արդյունքի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես կարող են ծառայել բանակում, կախված իրենց կարողություններից եւ մասնագիտական հմտություններից։ Նրա խոսքով ժամանակակից պատերազմը փոխում է զինված ուժերի կառուցվածքն ու պահանջները եւ ոչ բոլոր ծառայությունները ֆիզիկական ծանրաբեռնվածություն են ենթադրում։ Փաշինյանը օրինակ է բերել անօդաչու թռչող սարքերի օպերատորի ծառայությունը, նշելով, որ նման գործառույթները կարող են հասանելի լինել տարբեր կարողություններ ունեցող քաղաքացիների համար։ Նա ընդգծել է, որ կառավարությունը շարժվում է այս ուղղությամբ եւ պատրաստվում է կատարել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, հնարավորինս արդյունավետ ու արդար կարգավորումներ ապահովելու համար։ Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ դահուկորտ Միքայել Միքայելյանը Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի 10 կիլոմետր ազատ ոչ մրցաշարում 23 րոպե 6 վայրկյան 4 միլիվայրկյան արդյունքով զբաղեցրել է 53-րդ տեղը։ Մրցմանը ընդհանուր մասնակցել է 113 դահուկորտ։ Գեղասահքի սպորտային զույգ Կարինա Ակոպովա Նիկիտա Ռախմանին կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգան փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին։ Փաշինյանը անդրադարձել է Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցին։ Նա ընդգծել է, որ Հայաստանի օրենսդրությամբ ու սահմանադրությամբ երկրորդ կամ երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ падգամավորի, ոչ էլ վարչապետի թեկնածու։ Նրա խոսքով այս դրույթը հստակ ամրագրված է իրավական համակարգում եւ ենթակա չէ կամայական մեկնաբանությունների։ Վերջինս շեշտել է, որ պետական բարձրագույն պաշտոնների համար սահմանված պահանջները բխում են ազգային անվտանգության եւ ինքնիշխանության սկզբունքներից։ Ըստ Reuters-ի հրապարակման Ռուսաստանը քննադատել է Հայաստանում ամերիկյան ատոմակայանի կառուցման հեռանկարը։ Մոսկվան շեշտել է անվտանգության եւ երկրաշարժ
անշարժային ռիսկերի հարցը, միաժամանակ պաշտպանելով Ռոսատոմ պետական ընկերության շահերը եւ իր դերակատարությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում։ Երևանը իր հերթին ուսումնասիրել է ԱՄՆ-ի եւ այլ երկրների առաջարկները, նպատակ ունենալով բազմազանեցնել էներգետիկ աղբյուրները եւ նվազեցնել կախվածությունը մեկ գործընկերներից։ Թեման արդեն դարձել է քաղաքական քննարկումների առանցք ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շրջանակներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականից հետո Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող օլիգարխներ եւ նախկին նախագահներ չեն լինելու։ 2026 թվականից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, չեք տեսնելու։ Նրա խոսքով քաղաքական դաշտը պետք է ամբողջությամբ մաքրվի նախկին համակարգի ազդեցություններից եւ կապիտալի ու իշխանության միաձուլումից։ Փաշինյանը պնդել է, որ առաջիկա քաղաքական գործընթացները կբերեն արմատական փոփոխությունների եւ հունիսի 8-ից հետո երկիրը կմտնի նոր փուլ։ 2026 թվականի հունիսի 8-ին մենք բոլորս արթնանալու ենք նոր հայ, նրանք ովքեր գիշերը քնել են։ Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը վերադառնալու է իր պատմությանը, ակնարկելով պետականության շարունակության գաղափարը։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը վերադառնալու է իր օրգանիկ պետականակենտրոն պատմությանը եւ այդպիսով ապահովելու է սեփական պետության հարատեվությունը։